Շնորհակալ եմ։ Նախ քրեական գործի մասին եկեք արձանագրենք, որ գործի օպերատիվ հատված իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը, ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն բնականաբար բոլոր մանրամասներին կարող են տեղի լինել։ Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն մենք հիմա ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում, իբրև պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպերը բացահայտվեն, ել չեմ ասում լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին և ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ որ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Այսինքն պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալում, հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա ինչ է տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ, և նա ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Չ կլասի լրտես է, հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվի, չէ՞։ Կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդել են, թե չեն ազդել, թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի, և այլն և այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտեն, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին ճիշտ են անում ենք այդ գործողությունը, որպեսզի այդ ռեսուրսը իր օպերատիվ հետաքրքրությունը, մեր հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացվում այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, այլ նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ արդեն գործողությունը կասեցնել։ Մանրամասների մասին քննչական մարմինները ըստ պատահության կտեղեկացնեն, որովհետև դա արդեն քրեական գործով քննվող հանգամանքներ են, որոնց վերաբերյալ հետագա պարզաբանումները կտրվեն։ Գիտեք, ես ուզում եմ ասել, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալել։ Չգիտեմ, դա ընթացքում է։